կյանքը վարկյանի մեջ է։ Ձախողելը հաճույք է բան, որ չստացվի, վատ ստացվի, փոքր քառակուսու մեջ ու ասում չեք սկսում, որովհետև դուք չեք տեսնում վերջ։ Դե բարև ձեզ նորից։ Այսօր կխոսենք կոմֆորտ զոնից դուրս գալու կարևորության մասին։ Ինչ է հա կոմֆորտ զոնը իրանից ներկայացնում։ Կոմֆորտ զոնը նա է, ինչ մեզ հարմար է, որտեղ մենք տենց տաքուկ հարմարվել ենք եւ ոչինչ չենք ուզում անել, ոչինչ չենք ուզում փոխել եւ մեզ այդ զոնայի մեջ շատ լավ է։ Հաճախ կոմֆորտ զոնը լինում է շատ վատ պայմաններում, շատ հաճախ մարդկանց կարող է կոմֆորտ լինել, նույնիսկ անմխիթար պայմաններում եւ նրանք ոչինչ չուզենան փոխել իրենց կյանքում, որովհետեւ իրենց կոմֆորտ է։ Դա այն զոնան է, որտեղ մենք ալարում ենք ինչ-որ մի բան փոխենք, որտեղ մենք հարմարվել ենք, որտեղ մեզ լավ է, բայց ինքը կոմֆորտի հետ բացարձակ կապ չունի, հա։ Հա, կարող է ինչ-որ մեկին լավ է, կոմֆորտ զոնը է, իր տան մեջ է, ու հարմար պայմաններ են, ինչու ոչ, կոմֆորտ է, բայց եթե մենք նայենք ընդհանուր սենց մարդկությանը, կհասկանանք, որ կոմֆորտ զոնը ինքը այն կետն է, որտեղ մարդ հարմարվում է եւ չի ուզում փոխել էլ ոչ մի բան։ Սենց էլ է լավ։ Այն հայտնի կարգին է, հա, որ դե հիմա էլ եմ պարկած։ Այդ դա հենց կոմֆորտ զոնն է։ Առաջինը, եթե մենք չենք ուզում շարժվել տեղից, ինչպես ասել եմ իմ մյուս վիդեոներից ինչ-որ մեկում, ուրեմն մենք սխալ բան ենք ընտրել անելու։ Մենք եթե գտնենք այն բանը, որը մերն է, դուք չեք պատկերացնում ուղղակի ինչ կրակ է ձեր մեջ արթնանալու, որ դուք անեք դա։ Եթե դուք ինչ-որ մի բան չեք ուզում անեք, հիմա այդ քայլը չեք ուզում ձեռնարկեք, ես ուղղակի վստահ եմ, որ դա ձերը չի, դրա համար դուք չեք ուզում դա անեք։ Եթե դա լինի ձերը, դուք կանեք։ Իհարկե, կան կյանքում պահեր, երբ օրինակ այդ նույն անգլերենը, հա, երբ մենք պետք է, չգիտեմ, շատ բարդ անգլերենի քննություն հանձնենք եւ մենք չենք ուզում անենք, չենք ուզում այդ ջանքը կիրառենք, բայց գիտենք, որ դա մերն է, մենք ուզում ենք այդ համալսարան ընդունվենք եւ այլն եւ այլն։ Ուրեմն մեր կյանքի տվյալ փուլում պետք է գտնենք այն, ինչը մեզ իրոք կրակ է արթնացնում մեր մեջ, որ մենք մեր աչքերը բացում ենք ու ուզում ենք անենք։ Ես ուղղակի վստահ եմ, որ եթե դա ձեզ իրոք պետք լիներ, դուք դա կանեիք, եթե դա նույնիսկ ամենաբարդ անգլերենի քննությունն է։ Ուրեմն դա ձեզ պետք չի, ուրեմն դուք չեք հասկանում, ինչի համար դուք պետք է ընդունվեք այդ համալսարան, ինչ է լինելու հետո, ուր եք գնալու, ինչ եք անելու։ Եթե դուք այդ վերջը ձեր համար պատկերացնեք ու ձեզ դա դուր գա, դուք կսկսեք, դուք չեք սկսում, որովհետև դուք չեք տեսնում վերջ, որը ձեր համար լավն է։ Սա նրա վերաբերյալ, թե չենք ուզում փոխել մեր կոմֆորտ զոնը։ Իսկ եթե օրինակ, չէ, մենք ուզում ենք անենք, բայց կա ինչ-որ մի սենց մի բան մեզ որ դե սենց էլ է լավ, հա, թեկուզ մարդ կա ինքը ուզում է աշխատանքից դուրս գա, բայց չի կարողանում այդ քայլը անել, ամեն ամիս ասում է մյուս ամիս կանեմ, չի գնում, չի գրում, ինչ-որ դիմում դուրս գալի։ Կոմֆորտ զոները իրականում շատ են եւ կոմֆորտ զոնից դուրս գալուց մեզ պահում է միայն մեկ բան՝ վախը, վախի զգացումը։ Այ վախը մեր համար առաջին հենց թշնամին է, առաջինների շարքում ամենաառաջին տեղում է կանգնած ամեն պարագայում, կապ չունի, ինչ ենք մենք անում։ Ես բազմիցս ուղղակի համոզվել եմ, թե իմ կյանքի վրա, թե տարբեր մարդկանց կյանքերի վրա, որ վախը ոչ մի լավ տեղ չի տանում մարդուն։ Եթե մենք ուզում ենք մեր կյանքում ինչ-որ բաներ փոխենք, մենք պետք է ուղղակի ստեսություն ասենք վախին։ Դա հեշտ չի, դա դժվար է, մենք պետք է գտնենք մեր ճանապարհները, ինչպես ենք դա անում, բայց վախն է, որ մեզ պահում է մեր փոքր քառակուսու մեջ ու ասում՝ մի դիր ոտքդ այն կողմ։ Բայց արի ու տես, երբ ոտքդ դնես այն կողմ, այնպիսի բաներ կբացահայտես, որ դու կմտածես,
Ես ինչի է այդքան երկար նստել այդ քառակուսու մեջ։ Չես հասկանա, ինչի համար էիր դու տենց երկար նստել քառակուսու մեջ։ Հիմա եկեք հասկանանք, ինչի ենք մենք զգում այդ վախը։ Ինչի կա այդ վախը, հա։ Մենք բոլորս իրականում մեկ բանից ենք վախում։ Մենք վախենում ենք ձախողենք։ Վերջ, ուրիշ ոչ մի բանից չենք վախենում։ Մենք վախենում ենք, որ չստացվի, վատ ստացվի, մնանք մենակ, չգտնենք նոր գործ, չկարողանանք հաջողել։ Մենք վախենում ենք նրանից, ինչ չկա, ինչ մենք ենք հորինել, ինչ մեր մեջ մցրել է հասարակությունը, սոցիումը, պատկերացումները, դոգմաները, որովհետև մեր հասարակության մեջ հիմնականում այն մարդիկ են, ում սրտում վախ կա։ Ցավոք դա այդպես է։ Մենք ունենք վախ եւ տեղ-տեղ, եթե մենք վախ չունենանք, կարող գնանք 10-րդ հարկից ընկնենք եւ մահանանք եւ նորմալ է մեր մեջ այդ ինստինկտիվ վախը պետքա լինի, բայց այդ վախը երբ մեզ չի թույլ տալիս, որ մենք առաջ շարժվենք, մենք ուղղակի բլոկ ենք անում մեր կյանքը ու կյանքը, ինչպես էլի եմ ասել, նորից եմ ասում, ինքը process է։ Process-ի մեջ կանգնած մարդու համար ոչ մի լավ բան չի կարա լինի։ Process-ի մեջ դուք էլ պետքա շարժվեք։ Շարժումը, հա, հենց այդ շարժման մեջ եք դուք ստանալու։ Ու ըստեղ վախենալ ձախողումից շատ ավելի ճիշտ կլինի, եթե վախենաք ոչ մի բանից, ոչ մի բանի չհասնելուց, առաջ չգնալուց, չշարժվելուց, մի օր հասկանալուց, որ նույն տեղում եք մնացել։ Սա իրոք վախենալու է, բայց ոդկ դնելու ձախողելը, երեխեք, կայֆ է։ Կայֆ, ես այս պրոստը բառեր չի, որ ես ասում եմ, ձախողելը հաճույք է բան, որ դուք սենց լսեք ու գնաք, չէ, ես իսկականից հավատում եմ դրան, իմ կյանքում միշտ տենց է եղել։ Եթե ես ինչ որ փուլերի ձախողումներ չունենայի, ես չեմ պատկերացնում, որ իմ մոտ մի բան լավ կլիներ։ Ես իրոք չեմ պատկերացնում, ու քանի որ տենց է ստացվել իմ կյանքի ընթացքում, ես հասկացել եմ, որ Okay, եթե fail եղավ, ես շարժվում եմ առաջ, ես հասկացա ինչ չեմ անել դու ինձև ու հասկացա, որ սա շանս է շարժվելու առաջ։ Եվ fail հարաբերությունները մեզ սովորեցնում են ինչպես չանել մյուս հարաբերությունների մեջ։ Fail բիզնեսը մեզ սովորեցնում է ինչպես չանել մյուս բիզնեսում։ Fail արած տեղափոխումը նույնիսկ ուրիշ երկիր մեզ սովորեցնում է, որ մենք սա չէինք ուզում, մենք ուզում էինք նա։ Եթե դուք չփորձեք, դուք չեք կարող հասկանալ որն է ձերը եւ որն է ձեզ դուր գալիս, իսկ որը ոչ։ Չեք կարող։ Հասկանում եք ուրիշ բան է, որ ես հիմա գնամ մի հատ երկիր, այդտեղ ման գամ, հասկանամ, որ վատ էր, գամ ձեզ ասեմ, այնտեղ վատ էր, դուք էլ ձեր կոմֆորտ զոնում նստեք, ֆրակ ու ասեք, հա, այնտեղ վատ էր, լավ է, որ ես չգնացի։ Okay, բայց դուք տենց բան չեք հասկանա ձեր կյանքից։ Եվ երկրորդ, ինձ էր վատ, կարող է ձեզ շատ լավ էր։ Այսինքն, այնքան մարդկային փորձը տարբեր է, այնքան տարբեր բաների դուք կարող եք գալ, այնքան սենց կայֆ այդ կյանքը ապրել, այդ փորձերը զգալ, որ ուղղակի նստել տեղում ու սպասել, որ ուրիշը կզգա եւ ձեզ կպատմի, երեխեք ժամանակը գնում է, հասկանում եք, շատ արագ է գնում։ Այդ մի քիչ փոքր տարիքում չես զգում, որ շատ արագ է գնում, բայց իմ մոտ ես ուղղակի սենց լինում եմ պարկեմ ու կարոտեմ այն ժամանակաշրջանը, երբ ես մենակ էի, ապրում էի մենակ ու ապրում էի Կիպրոսում, ասել եմ արդեն, մենակ արթնանում էի, իմ համար կոֆե էի խմում, վերցնում էի իմ ռյուքզակը, գնում էի ծովում պարկում էի ժամերով, գալիս էի տուն, նկարում էի այդ ժամանակ, երաժշտություն էի դնում, իմ համար նկարում էի, իմ բակում եւ այլն, սենց շատ հետաքրքիր պիրուդ եմ ապրել այդ ընթացքում ու ես այդ պիրուդը որ հիշում եմ կամ հիշում եմ այն ժամանակահատվածը, երբ իմ ընկերուհիների հետ ուղակի որ ասում եմ crazy ժամանակներ եմ ունեցել ընկերուհիներիս հետ, այն որ շատ հետաքրքիր օրեր ա եղել, ես կարող դնեմ վիդեոները նայեմ, ոնց ենք գնացել ինչ-որ տարբեր տեղեր, ոնց ենք ծնունդ արել, ոնց ենք ինչ-որ մեկի դաչայում հավաքվել եւ այլն ու սենց նայեմ այդ մեզ աղջիկներով ու մտածեմ, որ այդ ժամանակը անցավ։ Տխրեմ ու հետո հասկանամ, որ այս ժամանակն է երբեք չի կրկնվելու։ Հենց հիմա ես ունեմ երկու փոքր բալիկ ու հնարավոր է, որ
Հնարավոր է չէ, տենց էլ լինելու է, էլ երբեք իրանք իրանց փոքր այդ պուճուրիկ ոտիկներով չեն գալու, չեն թրվռալու իմ անկողնու վրա առավոտ շուտ, չեն արթնացնելու առավոտը 7:30-ինձ լացելով, ես չեմ մտածելու, ոյ մի ժամ է քնեմ, դեռ ժամանակ եմ ունենալու, լիքը քնելու եմ ու այսօր նստեմ ու կարոտեմ այն ժամանակահատվածը, երբ մենակ էի ապրում, այսօր նստեմ ու կարոտեմ այն ժամանակահատվածը, երբ ընկերուներիս հետ կարողանում էի լիքը ազատ ժամանակ ունեի ու անցկացնեմ, եթե ես այսօր նստեմ այդ ժամանակները կարոտեմ, ես բաց կթողնեմ այն ժամանակահատվածը, երբ իմ բալիկները փոքր են։ Հետո էլ ես կարոտելու եմ այն ժամանակահատվածը, երբ բալիկներս փոքր էին, բացելու եմ վիդեոներ եմ նայելու, բայց կյանքը վարկյանի մեջ է։ Կյանքը այն մեկ վարկյանի մեջ է, որ անընդհատ չկա արդեն։ Այսինքն ինքը կյանքն է նախ շատ կարճ ու ինքը մեկ ակնթարթ է տևում իրականում։ Ինչքան էլ դա մենք չենք տեսնում, կյանքը իրականում մեկ վարկյան է։ Մի հատ էլ այդ մեկ վարկյանները անընդհատ անցնում են ու այդ մեկ վարկյանների մեջ չապրել կյանքը իր 100%-ով ուղղակի հանցագործություն է, հասկանում եք։ Դուք երբեք չգիտեք վաղը, մյուս վարկյանին ինչ է լինելու, ինչ կոմֆորտ զոն։ Ինչ կոմֆորտ զոն, հասկանում եք, կյանքը ինքը արդեն կոմֆորտ զոն չի, որովհետև մենք չգիտենք ինչի ենք ծնվել, մենք չգիտենք երբ ենք մահանալու, մենք չգիտենք հետո ինչ է լինելու, մենք ոչ մի բան չգիտենք։ Այստեղ կոմֆորտ ման գալը, չգիտեմ, կյանքը կոմֆորտ մանեկացողների համար չի։ Կյանքը հենց այդ էմոցիաներն է, դրա համար եմ ես իմ տարբեր վիդեոներում ասում, կյանքը լավ տունը չի, կյանքը գումարը չի, կյանքը մեր մասնագիտությունը չի, երեխեք, կյանքը էմոցիան է, էմոցիան, որ դուք ապրեք 100%-ով։ Անեք այն, ինչ ձեզ կտա էմոցիա, անեք այն գործը, ինչ դուք ամենաշատն եք սիրում, լինեք այն մարդու հետ, ում դուք շատ կսիրեք, ում հետ դուք կյանքը կարողանաք վայելեք, կարողանաք իրար հետ ոչ թե կռվեք, այլ իրար հետ մտածեք ինչ երկիր եք գնալու, ինչ նոր նպատակների եք հասնելու, ինչ էմոցիաներ եք ապրելու, որտեղ եք մնալու իրար հետ անձրևի տակ, որտեղ եք քշելու բորդ, որտեղ եք թռնելու պարաշուտից կամ չգիտեմ, ինչ դուք եք ուզում անեք, ում համերգին եք գնալու, որ երկիր։ Այսինքն այդ էմոցիան է կարևոր, հա, կարող է երկիր համերգին գնալու գումարի հետ է կապված, դրա համար իմ վիդեոները հենց դրա մասին էլ է, ոնց մենք գանք դրան, որ գումար աշխատենք, բայց իրականում էմոցիան ինքը անվճար է ու էմոցիան հենց այդ նպատակը հասնելու ճանապարհն էլ է տալիս։ Իրոք տալիս է, որովհետև երբ դուք զբաղվում եք ձեր սիրած գործով, երբ դուք անում եք մենակ այն, ինչ ձեզ այդ պահին կտա էմոցիա ու լավ էմոցիաների մասին է խոսքը, ոչ թե որ տվայտվեք, լացկոց եւ այլն, լավ էմոցիա։ Կարճաժամկետ հաճույքի հետ էլի չենք խառնում, որ այն մյուս վիդեոյի մեջ ասում եմ, հա, ռիլ նայելու էմոցիայի մասին չի խոսքը։ Էմոցիա նրանից ոնց եք դուք աճում։ Էմոցիա նրանից, թե ոնց եք դուք գտնում ձերը, 10 հատ ֆեյլով, 1000 հատ ֆեյլով, հա, ձեր ֆեյլն է, լավ եք անում, ֆեյլ եք անում, բա ոնց գտնեք։ Այսինքն ծնվեք ու սենց պատրաստի ասեք, հա, ես որոշել եմ, ես դառնում եմ բան, վաճառողուհի։ Վերջ, ու սենց մինչև կյանքի վերջ վաճառողուհի ծնվեք, վաճառողուհի մնաք, վաճառողուհի մեռնեք, վերջ։ Չէ, երեխեք, այտենց չի լինի։ Այտենց կլինի, բայց լավ չի լինի, դուք կայֆ չեք բռնի ձեր կյանքից։ Ավելի լավ է դուք եթե պետքա անընդհատ փոխեք, եթե պետքա սենց նստեք, նայեք, եթե սենց նստում եք ու ձեզ կայֆ, հա, ուրեմն է դարեք։ Պրոստ դարեք են, ինչ ձեզ դուր է գալիս։ Բայց կամֆորտ զոնի մեջ մի մնացեք, որովհետև վախում եք, որովհետև վախին հենց մեկ վարկյան տեղ ես տալիս, վсё։ Վախին մեկ վարկյան տեղ տալը գալիս է քեզ կուլա տալի ու գնում է, հասկանում եք։ Այս աշխարհը, այս մոլորակը մի քիչ հոգևոր տեսանկյունից էլ հա խորանամ այս թեմայի ժամանակ։ Ես հոգևոր գրականության մեջ շատ խորացած եմ, շատ եմ կարդում հոգևոր գրականություն։ Հա, իմիջիալոց գրքերի ցանկ հələ կունենանք, հարց կար գրքերի ցանկի հետ կապված, դեռ հասնելու եմ այդտեղ անպայման տարբեր գրքերի ցանկեր կտամ, հա։
Երեխեք, եթե հոգևոր տեսանկյունից մի հատ բացատրեմ այս ամեն ինչը, ես սիրում եմ հոգևոր տեսանկյունից ամեն ինչ բացատրեմ, որովհետև շատ եմ հավատում, որ մենք մենակ մարմին չենք ու չենք մեռնելու ու գնանք, այլ հոգի ենք եւ դեռ կա դալշը, որի մասին մենք չգիտենք, հա։ Հա, եւ կա դալշը, որի մասին մենք այս բան չգիտենք, ու քանի որ ես իրոք շատ եմ հավատում այդ ամեն ինչին, ես փորձում եմ ամեն ինչ հոգու տեսանկյունից բացատրեմ նաեւ։ Հիմա այս աշխարհը, ով որ ստեղծել է, իմ համար Աստվածը ստեղծել, կան մարդիկ, ովքեր տարբեր վարկածների են հավատում, ես այդտեղ չեմ ուզում մտնեմ, ով ինչին հավատում է։ Դուք պատկերացնում եք, որ ինչ որ մի հոգի, ինչ որ մի creation ստեղծել է այս ծառերը, լճերը, գետերը, մոլորակները եւ այլն, այս մեծությունը, ու մեզ դրա մեջ դրել է, ու մենք հիմա պետքա ապրենք ու ինչ անենք, ստեղծենք, որովհետև մենք իրան նման ենք նրա համար, որ մենք ստեղծենք ու տանք մարդկանց ու մոլորակին։ Ես այդպես եմ տեսնում։ Մի հատ իմաստություն կա էլի, որ ասում է արևը իրան չի տաքացնում, ծառը իր համար չի բերք տալիս։ Հա, այսինքն այն ամենամեծ, այն ամենավառ, այն ամենակարևոր բաները իրանք դեպի դուրս են տալիս այդ էներգիան, այդ իրանց բարիքները։ Հիմա դուք պետքա արև լինեք, դուք պետքա տաք։ Իսկ արևը չի կարող վախենա։ Եթե արևը վախենար, մենք չենք տաքանա։ Դուք որ ասում եք արև, վախի զգացումը ձեր մոտ, ինչ որ ձև գալիս է արև ասելուց։ Վախը ուղղակի ցածր վիբրացիաներ է, ցածր այդ բան sense տեսանկյունից, հա, բան աստվածաշնչյան տեսանկյունից վախը սատանայից է եւ այլն, բայց ամեն դեպքում որ տեսանկյունից է նայեք աշխարհի ինչ գիրք ուզում եք բացեք, կարդաք հոգեվոր, էզոտերիկ եւ այլն, վախը գալիս է որ մեզ հափշտակի, որ մենք մեզ տկար զգանք ու չկարողանանք ոչ մի բան անենք։ Մենք այդ մեր մեծությունը, որ մենք էլ ենք ստեղծարար, կորցնենք ու չկարողանանք ստեղծենք մեր երգերը, որ ուրիշները լսեն, մեր վիդեոները, որ ուրիշները նայեն, մեր նկարները, որ ուրիշները կարդան, մեր նկարները, որ ուրիշները տանեն, կախեն, մեր գրքերը, չգիտեմ, ստեղծենք ուղղակի, հասկանում եք, որ մենք վախենանք ու մտածենք մենք փոքր ենք, մենք այդքան չկանք, մենք վատն ենք ու չստեղծենք։ Բայց եթե դուք տեղ տակ ձեր սրտում սիրուն ու հասկանաք, որ միայն սերն է ամեն ինչի, կյանքի, այս մոլորակի, մարդկային կյանքերի ամեն ինչի սկիզբը ու վերջը սերն է, կհասկանաք, որ այդտեղ վախը ոչ մի բանը չի կարելի վախին ենթարկվել։ Վախին ասենց ֆռում եք, նայում եք, ասում եք, օքեյ, շնորհակալություն, ձեր կարծիքը հաշվի առնվեց, ցտեսություն։ Ֆռում եք ու անում եք, կոմֆորտ զոնից դուրս եք գալի ու տեսնում եք, թե fail-ը ինչ թույն բան է, ու ինչքան թույն բան կարելի է սովորել սխալվելուց, ու ինչ կայֆ է ապրել ձեր կյանքը, ձեր փոխարեն ինքնուրույն։ That's it. Գնամ մի հատ վիդեո անեմ։ Ինչ ասեմ։ Հուսով եմ սս ցնդած բաներ, որ խոսում եմ, արդեն կանեն մարդիկ, ովքեր կհասկանան ինձ ու կհասկանան, որ պրոստը սիրում եմ խորանալ, ամեն ինչ աղջիկները շատ են սիրում անեն, դուռնը թռա։ Bye.